Այ ժողովուրդ ջան, իհարկե ես հասկանում եմ հայտնի ասացվածքի ամեն մի նորը լավ մոռացված հինն է, բայց անգամ լավագույն ցանկության դեպքում հնարավոր չէ այս գազ 53-ը անվանել նոր։ Ախր վրայից նենց նավթալինի հոտ է գալիս, որ անգամ լեզուդ չի պտտվում ասես Նիկոլի թվի մեքենա, երևի թե ավելի ճիշտ է այն դասել բրոնզե դարաշրջանի գլուխգործոցներին, ու փաստորեն այդ ժամանակներից միայն քարե գործիքները չեն մնացել, նաև այս գազ 53-ը, որը օրը ցերեկով ոչ տարել ոչ բերել է Երևան-Գյումրի ճանապարհին Արուջ բնակավայրի տարածքում բախվել է Չարաբաստիկ հյուսիս-հարավ ճանապարհի բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել։ Այնտեղ եթե չպայր, ստեղից կողան գներ։ Հա։ Լավը դատակ է։ Սրանց է խփել, դե թափը պայել է էլի։ Պատկերացրիք, չէ, այս Խազիաչի իկոնան նաև դիզ վառելիք է տեղափոխում, այսինքն հերիք չի շարժվում է, նաև վառելիք է տեղափոխում։ Տեսնես այն անձինք, ովքեր վճարում են, որ այս մեքենայով դիզ վառելիք տեղափոխեն, կարող է ինձ էլ մի քանի հազար դոլար անվերադարձ տան։ Բա ինչ ասեմ, ժողովուրդ ջան, մարդ ինչքան պետք է խելք ունենա, որ սրանով դիզ վառելիք տեղափոխի, բայց հաստատ բախտից չի դժգոհի, որովհետև գլխկոնձի տալու պայն մեջը դիզ վառելիք չի եղել։ Խելքից պետք է դժգոհեն նաև այս հյուսիս-հարավ ճանապարհի համար փող հատկացողները, որոնք արդեն մեկ դար չեն կարողանում վայելել Բաղձալի ճանապարհը, քանի որ իշխանությունների փոփոխությունից գումարը չի փոխվում, ավելի շուտ էլի հոդս է ցնդում։ Բարեբախտաբար վթարի հետևանքով ոչ զո կար, ոչ էլ վիրավոր, թե ասա ինչ կա զարմանալու, եթե էսի բրոնզե դարաշրջանից գալիս է, ինչ զո ու վիրավոր պիտի լիներ, ու քանի որ վարորդին ստուգեցին սթափության մասով ու պարզվեց, որ սթափը վթարի հավանական պատճառ կարելի է նշել այս զռլամա քարերը, որոնք տասնյակ վթարների պատճառ են դարձել։ Խոստանում եմ ժողովուրդ ջան, հենց այս ճանապարհի կառուցումը ավարտեն, բոլորիդ պատիվ եմ տալու։ Հիմա կասեք Շամշան, մինես բաներ խոստուր, որ կարողանաս կատարել։ Ոչ, հարգելիներս, այդքան վստահ եմ։ Ավելի շուտ ես իմ մեղքերով կհայտնվեմ Բարձյալի առաջ, քան սրանք այս ճանապարհը կկառուցեն։ Գնա։ Տեղափոխվենք Արարատի մարզ, ավելի կոնկրետ Վեդի, այն Կոկորդիլոսագետի ղեկավարած համայնք։ Գիտեք, ինձ մեկ թվում է, որ շատերի մոտ միայն տարիներն են անցնում։ Այդ անտերը եթե որոշել եք գազա լցակայան բացել, նախ պիտի ծայրից ծայր սերտեք հրդեհային անվտանգության կանոնները, ու ոչ միայն սերտեք, այլև կիրառեք։ Բայց ոչ, վերջին ժամանակահատվածում լցակայանը որ պայթում է, ու վստահ եմ, որ դրանց տերերին խոսեցնես, բոլորը մեղավոր կլինեն բացի իրենցից։ Մինչդեռ այդ տարածքում տեղի ունեցող յուրաքանչյուր գործողության համար հենց տերն է պատասխանատուն։ Այս դեպքում խոսքը անհատ ձեռներեց Երևանի բնակիչ 33-ամյա Արմեն Ավագյանի մասին է, հենց որին Այգավան գյուղում պատկանող գազա լցակայանում օրը ցերեկով պայթուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվել էր նաև նույն տարածքում գտնվող բենզալցակայանի գույքը, հարևանությամբ բնակվող բնակչի տան պատուհանները գույքի մի մասը։ Որը հորը սար է, որը։ Արտուր, բացի Արտուր։ Այս պայթունից է, չէ՞ փլուզվե։ Այս ավերածություններին նայելով պատկերացնում ես, թե ինչ ուժգնությամբ պայթուն է եղել։ Ասում են, թե ձայնը լսվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա, կլսվի, բա ինչ կանի, եթե հսկայական ցիստեռնա պայթում, հրշեջ փրկարարների մարտական 4 հաշվարկա ժամանել, որպեսզի կարողանան պայքարել պայթունից հետո բռնկած հրդեհի դեմ։ Ասում են, թե ափսոս շուտ չհասար Շամշան, թե չէ կիմանար դժողքը ինչ տեսք ունի, բայց դե հետևանքները ուսումնասիրով էլ կարելի է պատկերացնել Դանթեի աստվածային կատակերգության մեջի 9-րդ կռուգը։ Ինչ ուժեղնի պայթունը, որ քարե հատվածները սա։ Էդի հովացումա, չէ, հովացում եք տալի, տղեր։ Արդիկ ասում են բան աբասն է, եկեք դուս, վсё, վտանգավոր է էլի։ Հիմա հետևանքների մասին։ Կարճ ժամանակում Վեդիի ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 39-ամյա Գեգամ Իսրայելյանը եւ 41-ամյա Հարութ Փայտյանը։
Վերջիններս Արարատ բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ օրեր անց վիրավորներից մեկը մահացավ։ Պայթունի հետևանքով massամբ վնասվել էր IS Infinity-ն, ինչպես նաև գազալցակայանի մոտ կայանված ռուսական համարանիշներով Lada Priora-ն եւ ամենագնաց Toyota-ն։ Դե հիմա թող այս գազալցակայանի տերը նայի մահացածի հարազատների աչքերին ու փակի այսքան մարդկանց հասցված վնասը։ Գոնե գրպանին հարվածը օգնի հասկանան պարզ ճշմարտությունները։ Այս էլ է տա։ Բոցից բանից բան է եղել։ Կրական էս տվը շփրտել է։ Ես այդ բոցից է։ Ուելի ինքնավթար, այ մարդ, արդեն հոգնել եմ մեկ մեքենայի մասնակցությամբ վթարների լուսաբանումից, հոգնել եմ, անցած տեսանյութերում ասեցինք, որ ինքնավթարների դեպքերն այնքան են հաճախակիացել, որ արդեն չենք էլ հավատում որոշ ինքնավթարված մեքենաների վարորդների խոսքերին, թե բա այլ մեքենայի վարորդ արհեստական խոչընդոտ ստեղծեց, չնայած Արմավիր Երևան ճանապարհին կատարվածը այդ դեպքերից չէ, ու հեսա ասեմ, թե ինչու։ Սիրա հետքերն է։ Զինվորա, չէ։ Տարիքը ոնց որ զինվորական չէ, հա։ Երբ տեղեկացա, որ շրջված մեքենայի ղեկին եղել է 22-ամյա Նարեկը, կարծեցի, թե զինվորականը, այսինքն ոչ թե կարծեցի, ինչ որ մեկը ասեց, բայց փաստորեն դեզինֆորմացիա էր։ Իսկ իրականում Նարեկի վարած Լադան նկատեցիք էլի Լադա, սենսորնա ընկել վահարշապատում, առավոտյան 8:20-ի սահմաններում, չգիտեմ, ինչա արել երիտասարդ վարորդը, փաստն է, որ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի հատվածի, ապա մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, բնակչի տան պատկանող հողամասում։ Ամրակապված են եղել։ Հա, ամրակապված են եղել։ Ասացին, որ Նարեկին եւ նրա ուղևոր 20-ամյա Վահանին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Վաղարշապատի հիվանդանոցի շտաբօգնության բրիգադը։ Ասում էին Նարեկի վիճակը բարվոք էր, իսկ Վահանը հեչ լավ չէր։ Ցավոք հրաշք տեղի չունեցավ։ Մինչ Արմավիրի մարզի գումարտակի պարեկները սահմանազատում են տարածքը, հիվանդանոցից ազանք ստացվեց, որ Վահանը գիտակցության չգալով մահացել է։ Իսկ հիմա ուշադրություն։ Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, թե մինչև հիվանդանոց տեղափոխվելը վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է Ford Transit մեքենայի վարորդը, որը վթարային իրավիճակ է ստեղծել։ Արդյոք այդպես է, թող պարզեն իրավապանները, քանի որ վթարի հետևանքով զոհ կա։ Ես զերծ կմնամ մեկնաբանություններից։ Որ համարը հիշել լավ կլներ էլի։ Ford Transit, այնքան Ford Transit կա Հայաստանում։ Բայց այդ կամերաներով չեն կարա ճիշտ են նայեն, ինչի գործը։ Թե այստեղ կամերա որտեղից, ինչևէ, երկար չեն եղել Երևան-Սևան ճանապարհին։ Երկար ասելով նկատի ունեմ մի երկու շաբաթ, բայց դե մեր փառապանց վարորդները ոնց կարող է թողնեն այս ճանապարհը հանգիստ, ու էլի ինքնավթար, ու էլի ողբերգական ելքով։ Այս անգամ օրը ցերեկով Volkswagen-ի 59-ամյա վարորդի մասնակցությամբ այս ճանապարհին ինքնավթարները հաճախակի են ու քչերն են զարմացնում։ Արդեն գիտենք, որ քիչ թե շատ նորմալ ճանապարհի խորհուրդը հարյուրավոր վարորդներ այլ կերպ են ընկալում։ Որի տարածքն է, Հանքաբանի, Աղավնաձորի վարչական տարածք։ Տղեկ ջան, մոտեցեք, որ չափերը տանք, հա։ Թող, էլպեչի։ Ոնց էլ ուզում ես չափերը վերցրու, միևնույն է, 59-ամյա Անդրանիկը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում։ Կատարվածի վերաբերյալ գլխումս 2 վարկած էր շրջանառվում։ Մտածում էի, թե հասնելուցս րոպեներ առաջ հիվանդանոց տեղափոխված վարորդը կամ կասի, որ ինչ մեքենա խոչընդոտ է ստեղծել իր համար, կամ ինքնազգացողությունն ավատացել։ Ի վերջո 60-ը քիչ տարիք չի։ Քիչ անց, սակայն պարզվեց, որ վթարի պատճառը հետևի անվադողի անվահեցանի կոտրվելու հանգամանքն էր, բայց սա չէր էականը։ Ագը կոտրվել է, ավտոմոբիլը, այդ եմ ասում, որ ամրակապվածելներ, Հա, հաստատ կփրկվել էլի։ Սա կոտրվել է էլի։ Էականն այն էր, որ մեքենայից դուրս հայտնաբերված Volkswagen-ի վարորդը Հրազդանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։ Դեպքի վայրում հավաքվածները, այդ թվում վարորդի համագյուղացիները նշում էին, որ եթե վարորդն ամրակապված լիներ, հնարավոր է կյանքը փրկվեր եւ հենց ամրագոտին կպահեր ու նա չէր հայտնվի դրսում։ Այ ժողովուրդ ջան, ել ինչ ասարսուր պատմություններ ներկայացնենք, որ հասկանաք, ամրակապվելը կյանք է փրկում։
Յա, հեսա բրոնզե դարաշրջանից մեր օրեր հասած մյուս նմուշը Զիլ 130-ը, Գազ 53-ի հոգևոր եղբայրը, մարտի 8-ը։ Փոխանակ նստեք տանը, կանանց շնորհավորեք, գոնե տարին մեկ լավ խոսքեր ասեք, գիշերվա կեսին ընկնում եք քուչեքը ու պարապությունից իրար բախվում։ Այս անգամ Մարգարավ Վանաձոր Տաշիր ճանապարհին ենք, որտեղ, ինչպես տեսնում եք, իրար են բախվել Արագածոտնի բնակիչ 47-ամյա Սլավիկի Զիլն ու 23-ամյա Վաչագանի Մերսեդես Վիտոն, բայց բախվելով ոչինչ չի ավարտվել։ Դրանից հետո Մերսեդեսում հրդեհ է բռնկվել։ Երևույթ, որին գրեթե ամեն տեսանյութում ականատես եք լինում։ Մի օքո եք հայտնաբերել։ Կեցեն մեր սրտացավ քաղաքացիները, մինչև ապարանի հրշեջների ժամանումը հենց նրանք են ափալ-թափալ վիրավորներին դուրս բերել Մերսեդեսի միջից ու հենց նրանց շնորհիվ է, որ զոհերի թիվը շատ չէր։ Այո, բախման, այնուհետև բռնկման հետևանքով մեկ հոգի մահացել էր, երբ հրշեջները մարեցին հրդեհ, մեքենայի մեջ հայտնաբերեցին մոխրացածի, Աստվածիմ։ Նման դեպքերում սկսում ես մտածել, թե ինչ պետք է արած լինի այդ մարդը, որ նման դաժան ճակատագրի արժանանա։ Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննիչը, ապարանի ոստիկանները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածները Մերսեդես Վիտոյի վարորդներ, ուղևորներ 23-ամյա Աշոտը, 18-ամյա Էլիզբարը, 23-ամյա Հովսեփը, իսկ մահացածը 67-ամյա Սարգիսն է։ Ամենայն հավանականությամբ կամ մեքենայի հետևում է նստած եղել ու չի հասցրել դուրս գալ, կամ բախման հետևանքով է մահացել, իսկ ինչն էր վթարի պատճառը, կհարցնեք։ Համենայն դեպս ոչ մերկասառույցը, որովհետև ապարանի քաղաքապետն ու տեղի ճանշինի ներկայացուցիչները ապացուցեցին, որ ճանապարհին մերկասառույց չի եղել։ Հələ նա այդ հեռախոս չի, դուր քնիչին եթե հեռախոս, բա ինչա, դրսում կսած էր։ Եվ վերջում մի ողբերգության մասին, որից մինչև այժմ շողուլի չեմ գալիս։ Համոզված եմ, դուք էլ երբ տեղեկանաք Երևան-Գյումրի Բավրա ճանապարհին կատարվածի մասին կսարսափեք։ Եվ ուրեմն օրը ցերեկով ազանգ եմ ստանում, թե նշված հատվածում ավելի ստույգ Աշնակ գյուղի Խաշմերուկի հարևանությամբ Mazda 3 մակնիշի մեքենան վրա երթի է ենթարկել տղամարդ հետիոտնին, ով տեղում մահացել է։ Հասնելով դեպքի վայր, ահա այսպիսի պատկերի ականատեսը դարձա։ Մետաղե ջարդունի վերացված ու ձորում հայտնված այս Մազդան վարել է 27-ամյա Արենը, բայց հիմա նրա մեքենայի մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ մահացած հետիոտնի։ Այս Մազդան այնպիսի արագություն է ունեցել, որ հետիոտնին հարվածելու հետևանքով վերջինի երկու ոտքերը կտրվել են ու հայտնվել ճանապարհին։ Լավ, ես չեմ հասկանում։ Նման դժոխային արագություն, որ բացում եք, գոնե հետևանքների մասին մի քիչ մտածում եք։ Ախր 1000 անգամ ենք ասել, որ արագություն բացում են, երբ կյանքը վտանգող հանգամանք կա, բայց սա էլ արդարացված չի։ Եթե արագություն զարգացնելով մեկ ուրիշի կյանքը պիտի խլեք, քանի կոպեկ արժե ձեր արագությունը։ Էս էլ Թալին խոշորացած համայնքի ղեկավար Տավրոս Սափյանն է։ Ասեմ, որ հենց նրա շնորհիվ էր, որ կրքերը չշիկացան, որովհետև մահացած հետիոտնի հարազատները փնտրում էին վարորդին, որպեսի հաշվեհարդար տեսնեին։ Ինչպես հետո պետք է պարզեի, մահացածը մասնագիտությամբ երաժիշտ էր եւ խնամքին ուներ 4 երեխա ու բավականին դրական էր բնութագրվում ոչ միայն համագյուղացիների, հարազատների, այլև նրան ճանաչողների կողմից, եւ ընդ որում մահվանից վայրկյաններ առաջ էր իջել հոր ավտոմեքենայից, ինչ որտեղ գնալու համար, այ քեզ ճակատագիր, ցավակցում ենք մահացածի հարազատներին, իսկ Մազդայի 27-ամյա վարորդի նկատմամբ պետք է շատ կոշտ ու խիստ մոտեցում ցուցաբերել, որպեսզի այլոց համար դաս լինի։
Գագիկ Շամշան, Սուրանկյուն։